Երբ ծոմ պահեք, տրտմերես մի եղեք կեղծավորների նման, որոնք կախում են իրենց երեսը, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Վստահ եղեք, միայն դա է նրանց վարձատրությունը։ Ընդհակառակը, երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը եւ լվա քո երեսը, որպեսզի մարդիկ չտեսնեն, թե ծոմ ես պահում, այլ միայն քո հայրը, որ անտեսանելի է, եւ քո հայրը, որ տեսնում է կատարածդ, քեզ կվարձատրի հայտնապես։ Սա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումն է լեռան քարոզի մեջ առնչված 3 բարեպաշտություններից մեկին, ծոմապահությանը կամ պահեցողությանը։ Հիսուս այստեղ խոսելով ողորմության, աղոթքի եւ պահեցողության մասին նշում է, որ սրանք արդարության հետ են առնչվում։ Հենց այս դրվագը սկսվում է արդարության թեմայով։ Զգույշ եղեք, թե ձեր արդարությունը ինչպես եք գործադրում։ Եվ ինչն է հետաքրքիր, որ 3 դեպքում էլ մեր Տերը չի ասում, թե ինչու պետք է ողորմություն անել, աղոթել եւ պահք պահել։ Ասել է, թե սրանք անհրաժեշտություն են։ Այլ մատնանշում է, թե ինչպես պետք է անել, որպեսզի մենք զգուշանանք կեղծավորությունից, որը հակոտնյա է արդարությանը։ Ինչ էին իրականում անում։ Կամ ինչպիսի մարդկային դրսևորում կա այս հոգևոր կյանքի զարգացման, բարեպաշտության, բարեգործության, ինչպիսի չարաշահումներ կան, որը տիրապետող է։ Գոյություն ունի ոչ անկեղծ կեցվածք։ Նույնիսկ արտաքինից բարիք թվացող գործերը կարող են կատարվել սնափառության, շահախնդրության, ցուցադրության, մտադրությամբ եւ դիտավորությամբ եւ ոչ անկեղծության։ Եվ սա մեր լեզվա մտածողության մեջ մենք անվանում ենք երկերեսանիություն, այսինքն երկու երես։ Գիտեք, համատեքստում այս իմաստը արտահայտված է։ Ասում է՝ մի եղեք կեղծավորների պես։ Հունարեն բառը բառացի նշանակում է դերասան, որ դիմակ է կրում, մի տեսակ դեր է խաղում։ Դիմակը թատրոնին է բնորոշ։ Այսինքն, մարդը ունի 2 դեմք, մեկը իր իրականն է, մյուսը դիմակավորվածն է, դիմակով է ցուցադրում, որովհետև իր նպատակը ոչ թե անկեղծ բարեպաշտությունն է, այլ մարդկանց ցուցադրությունը, իր խնդիր, իր շահի, իր դիրքի ամրացման։ Այսինքն իր խնդիրը ոչ թե Աստված է, այլ իր խնդիրը մարդն է եւ հասարակությունն է, ապահովելու իր հետաքրքրությունը։ Հետևաբար դեր է խաղում։ Դերասանը թատրոնի կյանքում բացասական երևույթ չէ, բայց բարոյական կյանքում, մեր մարդկային կյանքում արդեն բացասական է, որովհետև մենք իրական կյանքում մեզ վերածում ենք դերասանների, թաքցնելով մեր իրական կերպարը։ Հին կտակարանի մեջ երկերեսանիության փոխարեն մեկ ուրիշ պատկեր կա, որը եթե բառացի թարգմանենք կլինի երկսրտանիություն։ Սաղմոս 2-ն
օգտագործում է այս արտահայտությունը 11-րդ Սաղմոսի մեջ, եբրայերեն հնչում է լև վա լև, սիրտ եւ սիրտ, այսինքն մարդը չունի միասնական սիրտ, մարդու ներաշխարը երկփեղկված է, հունարեն դիպսիխոս, մի տեսակ հոգևոր շիզոֆրենիայի վիճակի մեջ է գտնում, երկատված է, որով ինչ է արտահայտվում, որ չեն համապատասխանում իր ներաշխարի եղածն ու խոսքի շուրթերի վրա ասվածը, չեն համապատասխանում այն ինչ մարդու ներսում է և այն ինչ որ գործի է վերածվում, և սրանով մարդը դառնում է երկփեղկված ներաշխարհով, ճիշտ հակառակը այն պայմանի, որ մենք տեսնում ենք երանիների մեջ, Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ Սրտով մաքուրը մոտարապես այն վիճակն է, երբ մարդու սիրտը միասնական է, ամբողջական է, պառակտված չէ, մաքուր է, որտեղ սիրտը այն հատվածն է, որտեղ դրոշմված է Աստծո պատկերը, այսպես ասած, եւ այն վայրն է, որտեղ նախ եւ առաջ մենք հարաբերության մեջ ենք մտնում Աստծո հետ, զգացողությունն ենք ունենում Աստծո, Աստված տեսությունն ենք մի տեսակ ունենում, եւ նաեւ այն վայրն է, որտեղից բխում են չար խորհուրդները, գործերը եւ այլն։ Այսինքն սիրտը այն վայրն է, որը մեր հոգևոր պայքարի մեկնարկն է տալիս։ Բայց Աստծուն հնարավոր չէ խարդախել, խորամանկել, խաբել։ Այո, մենք կարող ենք հասարակությանը երևալ որպես բարեպաշտներ, որովհետև մարդու ներաշխարհը անթափանցելի է, բայց Աստված տեսնում է, նույն Սաղմոս 2-ն քանիցս շեշտում է այս հանգամանքը, որ Տեր, միայն դու ես, որ տեսնում ես մեր ներաշխարհի, մեր սրտի մեջ եղած ծածուկ զգացումները, մտածումները, մեր կամքը, մեր հետաքրքիր խորհուրդները ամբողջական։ Այստեղ երբ ասում է, երբ կաղոթես, ողորմություն կանես կամ պահք կպահես, արա ծածկապես, գրաբար ի ծածուկ, նկատի չունի ծածկված արարք, այսինքն անհատական մակարդակի վրա արարքը, որովհետև մարդը կարող է հանրային վայրում ողորմություն անել և դա լինի անկեղծ բարեգործություն, անկեղծ դրսևորում, մեկին օգնելու, ձեռք մեկնելու, բաժնեկից լինելու, զորավիք լինելու։ Դու կարող ես ընդհանրական աղոթքի մասնակցել, ինչպես ամեն սուրբ պատարագին և ժամերգություններին, երբ մենք միասնական աղոթք ենք անում, որտեղ մտածում կա, որ Աստված ասում է գնա փակվիր եւ աղոթիր, ուրիշի հետ մի աղոթիր, գնա մտի քո սենյակը, ինչպես բառացիալ ասվում է, եւ այնց բառացիալ հասկանում են շատերը։ Մտնել սենյակը չի նշանակում ֆիզիկապես մեկուսանալ, այդ դեպքում միակ տերունական Տիրոջ կողմից տրված աղոթքը չէր սկսվի հայր մերով, իսկ հայր մեր նշանակում է, որ այդ աղոթքը հանրային աղոթք է, ընդհանրական աղոթք է, միասնական աղոթք է։ Հետևաբար այստեղ խոսքը ոչ թե առանձնանալու եւ աղոթելու, այլ կարող ես եւ առանձնանալ եւ հանրային վայրում լինել եւ քո աղոթքը լինի անկեղծ, մաքուր, ուղիղ, արդար եւ նույնը վերաբերում է պահեցողության։ Այստեղ մի պատկեր է օգտագործված, բառացի այսպես է հնչում. ապականում են իրենց դեմքերը, որպեսզի
Երևան մարդկանց ծոմ պահող, այսինքն դեմքը իրենց անճանաչելի են սարքում, տխուր, տրտմած, դրանով ճանաչելի դառնալով որպես պահեցող, բառախաղ է, անճանաչելի են դառնում, որպեսզի դրանով ճանաչվեն որպես պահք պահող։ Մինչդեռ մեր Տիրոջ հորդորն է այնպես պահեցողություն անել, որ մյուս օրերի համեմատ տարբերություն չզգացվի արտաքնապես։ Լվա երեսդ եւ օծիր գլուխդ չի նշանակում տոնական կեցվածք ընդունել, այլ նշանակում է պարզ ամենօրյա հիգիենայի կանոնները պահելով ապրիր։ Այնպես արա, որ ցուցադրություն դա չլինի, ցուցամոլություն չլինի, այլ լինի անկեղծ եւ տեսանելի մեր Տիրոջ աչքին։ Ի ծածուկը այս համատեքստում հենց նշանակում է, որ Աստված տեսնում է այն, ինչ մեր ներսում է, մեր սիրտը, այն, ինչ որ քողարկված է մարդկությունից, արտաքին աշխարհից, եւ մենք գիտենք, թե ինչ կա մեջը, իր ամբողջ խորության մեջ։ Այսինքն հորդորում է չխաբել Աստծուն, հոգևոր կյանքը չվերածել դերասանության, այլապես վարձը այն ինչը, ինչ որ տեսնում են մարդիկ եւ փառաբանում են։ Մինչդեռ չկա վարձ, ինչի համար մենք պահք ենք պահում ի վերջո ինչի համար ենք մենք աղոթում, ինչի համար ենք ողորմություն անում եւ ինչի համար ենք պահք պահում։ Իդեպ նկատենք, որ այս երեքը շահկապված են իրար։ Մի տեսակ ողորմությունը Աստծուն, այսպես ասած, ծառայություն է մեր կարիքավոր մարդու միջոցով, մեր նմանի միջոցով։ Աղոթքը Աստծուն ծառայություն է ուղիղ Աստծուն ուղղված, Աստծո միջոցով, եւ պահքը մեր միջոցով, մեր մարմնի միջոցով, մեր կամքի զորացման այդ ջանքի միջոցով, եւ սրանք բոլորը մեկ ամբողջականություն են կազմում մեր հոգեվոր կյանքի։ Ծոմ ենք պահում, աղոթում ենք եւ ողորմություն ենք անում մեր հոգևոր զորացման համար եւ Աստծո առաջ մեր արդարությունը դրսևորելու համար։ Մի դեպքում օգուտը քաղում է մեր նմանը, մի դեպքում պահեցողությամբ մեր մարմինն է ճնշվում, բայց կամքն է զորանում, մյուս դեպքում աղոթքը ուղիղ հասցեագրված է Աստծուն, բայց այս ամենը մեր եւ Աստծո միջև հարաբերությունների արդարության համար է։ Մարդ Աստված հարաբերությունը բազմավեկտոր է։ Միջնադարում վաղ շրջանի աղանդ կար, որ միայն շեշտադրումը եւ այսպես բարության կողմ էր համարում մարդու հոգևոր չափումը։ Հետևապես մարդու ֆիզիկական, նյութական, մարմնական կողմը հռչակում էին որպես դեպի չարիք ձգող ուժ, զորություն, հետևապես պետք է անդադ տկարացնել, որպեսզի հոգին զորանա։ Եկեղեցին շատ արագ արձագանքեց եւ մերժեց այս մտածումը, որովհետեւ հոգևոր կյանք գոյություն չունի առանց ֆիզիկական կյանքի։ Այս սա էլ է երկերեսանիություն։ Այս սա էլ է արդարության աղճատում, որովհետև Աստված մեզ ստեղծել է որպես մեկ ամբողջականություն, ֆիզիկական եւ հոգևոր չափումներով։ Ոչ թե պետք է մարմինը հռչակել չարիք կամ մարմնական կրքերն ու ցանկությունները,
այլ պետք է հոգեղենացնել մարմինը, հոգևոր դարձնել, որտեղ ինչ որ ստեղծված է Աստծու կողմից բարիք է։ Ողորմությունը, աղոթքը եւ պայծողությունը այս ոգեղինացման պայմաններն են։